Օստեոխոնդրոզը ողնաշարի ամենատարածված հիվանդություններից է։ Տարբերում են հիվանդության զարգացման մի քանի աստիճան, որոնցից յուրաքանչյուրի դեպքում կա համապատասխան բուժում և բժշկական հրահանգներ։ Բուժման կոմպլեքսում կարևոր դեր ունի մի քանի պարզ կանոնների պահպանումը։ Ճիշտ և կանոնավոր ֆիզիկական ծանրաբեռնվածություն։ Որպես օրենք, օստեոխոնդրոզն առաջանում է կամ նստակյացության պատճառով, կամ ծայրահեղ և ոչ ճիշտ ֆիզիկական ծանրաբեռնվածության արդյունքում։ Որպեսզի կանգնեցվի հիվանդության ընթացքը և հետզարգացում սկսվի, անհրաժեշտ է ճիշտ ծանրաբեռնել մարմինը, կանոնավոր կերպով կատարել հատուկ վարժություններ։ Խոսքը վերաբերում է ողնաշարի համար հատուկ առողջարարական մարմնամարզությանը, որը նպատակաուղղված է միջհողային սկավառակների բեռնաթափմանը և նրանց կողմից նյարդերի ճնշվածության վերացմանը, ինչպես նաև մեջքի մկանային գոտու ամրացմանը։ Շատ նյարդաբաններ խորհուրդ են տալիս զբաղվել լողով, սակայն պետք է ճիշտ ընտրել լողի տեխնիկան։ Օրինակ, պարանոցային շրջանի օստեոխոնդրոզի դեպքում խորհուրդ է տրվում լող մեջքի վրա, որն օգնում է խուսափել գլխի անցանկալի դիրքից և միջհողային սկավառակների կրկնակի վնասումից։ Կեցվածքի վերահսկում և հավասարակշռված սնունդ։ Կարևոր տեղ ունի օստեոխոնդրոզի բուժման մեջ կեցվածքի վերահսկումը։ Երբ արդեն ախտորոշված է պարանոցային կամ կրծքային շրջանի օստեոխոնդրոզ, չափազանց կարևոր է ողնաշարի լարվածության թուլացումը, նստած դիրքում մարմնի ճիշտ անատոմիական դիրքը վերահսկելը, ճիշտ ներքնակի օգտագործումը և այլն։ Բժիշկները պացիենտների խորհուրդ են տալիս մտովի ձգել ողնաշարը գլխի գագաթից դեպի վեր քայլելիս կամ նստած ժամանակ, ինչն օգնում է պահպանել ողնաշարի ճիշտ դիրքը, կարգավորում է նրա սկավառակների և նյարդերի ճնշվածությունը։ Հավասարակշռված սնունդը և անհրաժեշտ սննդանյութերի ընդունումը նույնպես նշանակալի արագացնում են առողջացման գործընթացը։ Հոդային հյուսվածքի վերականգնման համար անհրաժեշտ նյութերը պետք է ընդունել ամեն օր, դրանք են խոնդրոիտինը և գլյուկոզամինը։ Ցանկալի է դրանք օգտագործել կոմպլեքսներում, հարստացված ծծվով, հիալուրամաթթվով և վիտամին C-ով։